Ծովինար Գևորգի Վարդանյան ծնվել է 1980 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, 2003-ին նույն ֆակուլտետի մագիստրատուրան, կառավարման մագիստրոս է։ 2002-2003 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության և բանկային վերահսկողության վարչություններում։ 2006-2007 թվականներին եղել է Յունիբանկ ՓԲ քարտային վարկավորման վարչության վարկային մասնագետ։ 2007-2008 թվականներին նույն բանկի Թամանյան մասնաճյուղի կառավարչի տեղակալ, վարկային բաժնի ղեկավար։ 2008-2012 թվականներին սպառողական և քարտային վարկերի դեպարտամենտի տնօրեն։ 2012-2014 թվականներին նույն բանկի մասնաճյուղերի զարգացման դեպարտամենտ տնօրեն, 2014-2015 թվականներին BB Group ՓԲ գլխավոր տնօրեն, 2015-2017 թվականներին Forsales ՍՊ հիմնադիր տնօրեն, 2015-2016 թվականներին HM Tiles ՓԲ վաճառքի տնօրեն, 2016-2019 թվականներին HM Tiles ՓԲ գլխավոր տնօրեն։ Դմփու Թավշյա հեղափոխություն ու բարի գալուստ խորհրդարան։ Ծովինար Վարդանյանը 2018-ի խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքում հայտնվեց խորհրդարանում, հայտնվեց ու աչքի ընկավ ոչ գործընկերային պահվածքով։ Տիկին Ստամբուլյան, Ստամբուլ, լավ է, ոչ մի բան։ Շնորհակալություն այսքանը։ Ի դեպ, Ծովինար Վարդանյանն ընտանիքում միակը չէ, որը հայտնվում է քննադատությունների կիզակետում։ Ներկայացնում ենք Նուարդ Վարդանյանի ականջ ծամելու մասին հայտնի գրառումը։ Սա ձեզ համար 90-ականները չեն, որ մարդ սպանեք շքամուտքի մոտ ու կոծկեք ձեր կերած բողկերը։ Ես, որպես 90-ականների երեխա, որը մեծացել է այդ սարսափի մեջ, թույլ չեմ տալու զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն։ Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորի տականջները կծամեմ։ Ինչևէ, անցնենք առաջ ու լսենք Վարդանյանի ազգային ժողովի ամբիոնին ունեցած ելույթները։ Այլևս չկա ջայլամի վարքագիծ, այլևս չկան պարտակված հարցեր։ Եվ օրակարգը մեկն է, թույլ չտալ օրորոցում խեղդել ժողովրդավարությունը, ինչի փորձերը մենք ակնհայտ տեսնում ենք, եւ կանգնեցնել այն ամուր ոտքերի վրա։ Եվ հիմա մենք բոլորս հանդիպել ենք իրականությանը։ Եթե ոմանք չունեն խիզախություն առերեսվելու իրականությանը, ապա մեր թիմը այն ունի։ Չկա ջայլամի քաղաքականություն, բայց իրանցում թշնամուն չտեսնելու համար առաջարկում են ծարտ ընկել, չկան պարփակված հարցեր, բայց մինչև այսօր չի հրապարակվում, թե ինչ են բանակցում Ադրբեջանի հետ եւ որոնք են այդքան բաղձալի խաղաղության համաձայնագրի կետերն ու գինը։ Իսկ առերեսված իրականությունն էլ իրենց հորինած իրական Հայաստանն է, առանց պատմության, պահանջատիրության, ազգային ու պետական շահի։ Եվ այդ քաղաքականության արդյունք է պատերազմը եւ հիրավի ճիշտ է։ Այդ քաղաքականության արդյունքը մենք ժառանգություն ենք ստացել։ Իսկ ինչ ժառանգություն էր ստացել նոր իշխանությունը, ազատ ու հայկական Արցախ, բանակցային 30-ամյա պատմություն, դաշնակցային ամուր կապեր, արտաքին դիվանագիտական հարաբերություններ։ Ոչ մի դեպքում թույլ չենք տա եւ չենք ժառանգի մեր հաջորդներին այնպիսի քաղաքականության արդյունք, որը որ կտանի պատերազմի։ Իսկ ինչ ժառանգություն կթողնի քաղաքացիական պայմանագիրը։ Հայաթափված ու օկուպացված Արցախ, սեփական կետից սկսած անարդյունավետ բանակցություններ, առանց դաշնակիցների միայնակ մնացած ու թշնամուց մեկ ծառով կամ մեկ պատով բաժանվող սահմանով Հայաստան, որի ձեռքին կլինի միայն խաղաղության համաձայնագիրը, թղթի վրա մնացող խաղաղությամբ։ Ծովինար Վարդանյանը կարծում է, որ որևէ հանցագործություն չպետք է մնա անպատիժ։ Ես կարծում եմ, որ հանցագործությունը եթե ի հայտ է գալիս հանցագործություն, այդ հանցագործությունից ելնելով եւ հետեւաբար մեղադրանքը առաջադրվում է։ Պատահականություն թե դիտավորություն, Վարդանյանի քաղաքական թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանը բազմիցս ելույթներում, գրառումներում ակնհայտ հանցագործությունների մասին հաղորդում է ներկայացրել, բայց դրանց որևէ ընթացք չի տրվել։ Օրինակ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, թե ունի 44-օրյա պատերազմի բոլոր հարցերի պատասխանները եւ շեշտել, նույնիսկ Հայաստանի իրավապահ համակարգն ունի շատ ավելի քիչ տեղեկություն, քան ինքը։ Իրավապահների խոսքով ստացվում է, որ Փաշինյանը մեղավոր է, իսկ մեղադրանքը պետական դավաճանություն։ Այս հանցանքի համար Հայաստանի քրեական օրենսգիրքը սահմանում է ցմահ ազատազրկում։
Հերթը եկեղեցունն էր, թեպետ քաղաքացիական պայմանագրի իշխանության առաջին իսկ օրվանից հայ առաքելական եկեղեցին ու հոգևոր դասի ներկայացուցիչները եղել են թիրախ, բայց ամեն բան հասավ նրան, որ առաջարկեցին հարկել եկեղեցուն։ Ինչ վերաբերում է գույքերին, այս պահին մենք ուսումնասիրում ենք եկեղեցու տնօրինության տակ գտնվող հազարավոր գույքեր, եւ դա վանքերի մասին չի խոսքը առևտրային տարածքներ են, հասարակական տարածքներ են, տարբեր արտադրական տարածքներ են, որոնք կարծում եմ գործում են Հայաստանի բնակելի տներ բազմաթիվ, հարյուրավոր, այո։ Եվ սա ուսումնասիրվում է եւ կգա ժամանակը, որ կարծում եմ նախաձեռնությունը կունենա իր տրամաբանական ելքը եւ կունենանք նախագիծ։ Բավական միատարր հեռուստաընկերություն է, որը միայն ներկայացնում է հայ առաքելական եկեղեցուն եւ միայն, այսինքն բովանդակությունը շատ միատարր է։ Բայց պարզվեց, որ եկեղեցին հարկ վճարում է, ավելին, այն ամեն տարի գտնվում է Հայաստանի խոշոր հարկատուների պաշտոնական ցանկում։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին իրավունք ունի կազմակերպելու հասարակական դրամահավաքներ եւ ստանալու նվիրատվություններ ու ընծաներ, որոնք ազատ են հարկումից։ Հարկումից ազատ են նաեւ ծիսական նշանակության առարկաների ու պարագաների արտադրությունը եւ իրացումը։ Իսկ կառավարության անդամների համար պետբյուջեի հաշվին թանկարժեք մեքենաներ գնելը Ծովինար Վարդանյանն այսպես է մեկնաբանում։ Գնել է պետությունը, գնել է այն նրա համար, որպեսզի արդյունավետ կառավարի պետական համակարգը։ Ծովինար Վարդանյանը ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, Հայաստան համահայկական հիմնադրամի հավաքագրած եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների գործածում ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ, ունի 1 երեխա։